Սամվել Կարապետյանը ինչ ասում է, նա էլ անում է։ Ասեմ, որ ցոշակառուները շատ ուրախացել են այդ լուրից հետո, կխրախուսենք ընտանիքների ստեղծումը մեր երկրում։ Մեր ուժեղ առաջնորդը մտածում է ոչ թե ապագա ընտրությունների մասին, այլ ապագա սերունդների մասին։ 2026 թվականը պիտի ճակատագրական լինի։ Բայց ինքը թույլ չտվեց, որ մենք անցկացնենք միջոցառումը, նշելով, որ ոնց կարող ենք մենք մտածել անձնական միջոցառումը լավ անցկացնելու մասին, եթե մեր երկրում սուգ է, երկրում յուրաքանչյուր խնդիր իր սեփական խնդիրն է։ Մենք մինչև վերջ գնալու ենք, քիչ է մնացել, ընդամենը 5 ամիս եւ մենք այդ օրը կտեսնենք։ Բարև ձեզ, դուք դիտում եք հարցեր կան հաղորդումը, այսօր հարցեր կան մեր ձևով շարժման համակարգող խորհրդի անդամ Գոհար Ղումաշյանի։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Տիկին Ղումաշյան, օրեր առաջ ներկայացվեց Սամվել Կարապետյանի տեսլական տնտեսության զարգացման վերաբերյալ, ներկայացվեցին 5 քայլերը, որոնք փոխելու են Հայաստանում ապրող մարդկանց կյանքը։ Իհարկե մենք առանձին դրույթներին կանդրադառնանք, բայց կա մի հարց, որը համարում եմ անկյունաքարային եւ կարծում եմ, որ նախ պիտի այդ հարցը հնչի։ 2018 թվականին այս իշխանությունը հրապարակներից հեղափոխական խոստումներ, առաջարկներ էր ներկայացնում։ Իրենք դրժեցին ոչ միայն հրապարակներում հնչեցրած խոստումներ այդ հեղափոխական, այլ նաև այն խոստումները, որոնք փաստաթղթերով արձանագրվեցին, նախընտրական ծրագրեր, կառավարության ծրագիր, եւ որպես հետևանք այս տարիներին մսխվեց ամենակարևոր ռեսուրսը՝ հանրային վստահությունը։ Եվ որպես հետևանք հիմա ցանկացած առաջարկ, ծրագիր, քայլ, որ ներկայացվում է եւ որի կենտրոնում հանրային շահն է, հանրային բարիքն է, ցավոք ընկալվում է պոպուլիզմ։ Հիմա ինչ եք պատրաստվում անել, որ հենց նախընտրական շրջանում կարողանաք հաղթահարել հանրային վստահության դեֆիցիտը։ Շնորհակալ եմ հարցի համար, շատ հետաքրքիր կողմից մոտեցաք։ Իրականում մենք տեսնելով այդ ամենը, ժողովրդի կողմից մեծ հիասթափությունը եւ ընդհանրապես որևէ քաղաքական process-ներին ցանկություն չունենալը մասնակցելու, մենք որոշեցինք մոտենալ այս գործընթացին յուրովի։ Հասկանալով, որ մարդիկ կուսակցական լինելուց խուսափում են, ընդհանրապես կուսակցական շարժումների կամ որևէ կուսակցական միավորումների հետ որևէ կապ չեն ուզում ունենալ, մենք որոշեցինք անպայման ի սկզբանե ստեղծել հենց համաժողովրդական շարժում։ Եվ սկսվեց այս պատմությունը մեր քաղաքական կյանքի հենց մեր ձևով շարժում հիմնելուց։ Տարբերությունը մեր շարժման եւ մնացած այլ շարժումների ես տեսնում եմ նրանում, որ մենք որոշեցինք ոչ թե հանդես գանք քաղաքական լոզունգներով, այլ որոշեցինք առաջին պլան բերել ժողովրդի խնդիրները։ Շրջեցինք բոլոր մարզերով Հայաստանի Հանրապետության, հանդիպեցինք ժողովրդի հետ, Երևանը նույնպես չանտեսեցինք եւ ի հայտ բերեցինք բոլոր խնդիրները, որը այս պահին հուզում է մեր ժողովրդին։ Իդեպ հանդիպել ենք տարբեր թիրախային խմբերի հետ, խոսելով եւ բանակցելով ժողովրդի հետ, ի հայտ բերեցինք բոլոր այդ խնդիրները եւ ձևավորեցինք իրենց արդեն որպես հետագա քաղաքական ծրագիր, որ մենք քայլ առ քայլ ներկայացնում ենք։ Այո, ներկայացվեց մեր տնտեսական ծրագիրը, 5 քայլեր դեպի ուժեղ տնտեսություն, դեպի ուժեղ Հայաստան, եւ հետագայում կներկայացվեն իհարկե մնացած այլ քայլերը։ Կա կարծիք տպավորություն, որ այս իշխանության հենասյունը գյուղաբնակներն են, մարզերում ապրող մարդիկ են, եւ որ ասֆալտ անելով, այս իշխանությունը կարողացել է պատրանքային ներկայություն ստեղծել, ապահովել մարզերում, գյուղերում եւ դրանով ներողություն բարի համար, բայց գայթակղել մեր հայրենակիցներին։ Դուք մարզերի զարգացման ծրագրերի մասին եք խոսում, մթերման կայանները մասնավորապես դրա
կարևոր բաղադրիչն են, բայց ոչ միայն, ինչպես եք պատկերացնում այդ չոտարված լինելը, ներկայությունը, իրական, ամբողջական ներկայությունը մարզերում եւ գյուղերում, ինչպես եք պատկերացնում, այլ բան է, երբ բարերարն է գյուղի մարզի հոգսերով զբաղվում, հա, այլ բան է, երբ արդեն կա իշխանություն, լծակներ եւ այդ խնդիրներին եւ լուծումներին պիտի տրվի համակարգային ընթացք։ Իրականում շրջելով գյուղերում մենք հասկացանք, որ համար մեկ խնդիրը ընդհանուր մեր երկրի մակարդակով իհարկե գործազրկությունն է։ Օրինակ Մալիշկա գյուղ, Վայոց ձոր, մենք գնում ենք, տեսնում ենք, որ առաջին հայացքից առողջ, ակտիվ կանայք եւ տղամարդիկ են, զբաղմունք չունեն։ Եվ իրենց խնդրանքը շատ բան չէ, ասում են խնդրում ենք ապահովեք մեր բնակավայրը աշխատատեղերով։ Իրենք ասում են մենք այս վատ պայմաններով ապրելով հանդերձ չենք ուզում լքենք մեր երկիրը։ Մի պապիկի հանդիպեցինք գյուղերից մեկում, որը իրեն մի փոքր ավելի հեռու էր պահում այն կենտրոնից, որտեղ որ հանդիպումներ։ Ես մոտեցա պապիկին եւ հետաքրքրվեցի, արդյոք ունի հարցեր, որոնց կարող ենք պատասխանել, ասեց, որ շատ լավ է, որ առաջարկում եք չոր առաջադեմ մտքեր եւ այլն տնտեսության քայլեր, բայց ես չեմ կարող հետ բերել այն տարիները, որը որ ես կորցրել եմ, իմ տղաները Հայաստանում չեն ապրում, իմ թոռները հայերեն չեն խոսում եւ հետեւաբար ես համարում եմ, որ իմ կյանքը կործանված է։ Դե լավ, իմ ընտանիքի խնդիրը դուք չեք կարող լուծել, բայց գոնե հույս ունենանք, որ հետագա ընտանիքները, ովքեր որ հնարավորություն ունեն ապրեն Հայաստանում, այդ շանսը կօգտագործեն եւ չեն լքի Հայաստանը։ Դրա համար ենք մենք մեր տնտեսական առաջարկների մեջ խոսում անընդհատ գործարանների մասին։ Ասֆալտը այո շատ լավ է, դպրոցների վերակառուցումը, կահավորումը միանշանակ շատ լավ է, բայց այն ժամանակ, երբ որ մարդիկ աշխատանք ունեն, Սամվել Կարապետյանը երբեք չի կորցրել կապը մեր երկրի իրականության հետ, ինքը միշտ պուլսի վրա է պահել իր ձեռքը եւ իմացել է, թե որ տարիքային սեգմենտում ինչ խնդիրներ կան եւ նույնիսկ ասեմ ձեզ տարածքային առանձնահատկությունները հաշվի առնելով մեր մարզերի, հենց այդ յուրահատկությունները հաշվի առնելով նաև ամբողջությամբ մեր տեսլականը կառուցվել է։ Ներկայացրել ենք մեր տեսլականը հենց իրենց մարզի, հենց իրենց գյուղի, հենց իրենց քաղաքի զարգացման համար։ Ասեմ, որ մարդիկ իսկապես զարմանում էին, որ մենք չենք եկել պարզապես այնտեղ նկարվենք, լոզունգներ հնչեցնենք եւ գնանք հետ։ Ձեր ձեռքին խոստման քարտերն են։ Այո, իհարկե։ 300,000 նոր աշխատատեղեր, 0 հարկ փոքր բիզնեսի համար, 20% էժան դեղորայք բոլորի համար, բերքի երաշխավորված մթերում գյուղերում, 20,000 մատչելի բնակարան պետական աջակցությամբ։ Այս քարտը վկայությունն է նրա, որ դուք ի վիճակի եք այս բոլոր 5 քայլերը 100%-ով իրականացնելու։ Այո, բացի նրանից, որ ի վիճակի ենք, այստեղ նաև կնիկ գոյություն ունի, որտեղ որ գրված է, որ երաշխավորված է Սամվել Կարապետյանի կողմից եւ ինչպես Նարեկ Կարապետյանը նշեց մեր այս 5 քայլերի շնորհանդեսի օրը, թե որն է տարբերությունը գործող իշխանության եւ Սամվել Կարապետյանի միջև, որ Սամվել Կարապետյանը ինչ ասում է, նա էլ անում է։ Երբևէ պատմության մեջ չի եղել, որ ինքը հնչեցնի եւ խոսի մի ծրագրի մասին եւ դրանից հետո այդ ծրագիրը չիրականացնի։ Հատկապես որ քայլն է, որ ավելի մեծ ուրեմն աժիոտաժ է առաջացրել բառի լավ իմաստով։ Տարբեր թիրախային խմբերում իհարկե աժիոտաժ առաջացրել են բոլոր քայլերը։ Առաջին քայլը դեպի ուժեղ Հայաստան, որը մենք ներկայացրել ենք, դա 300,000 նոր աշխատատեղեր, ոչ միայն Երևանում, այլ մասնավորապես նաև մարզերում։ Սա շատ կարևոր քայլ է մեզ համար, քանի որ մենք տեսնում ենք գործազրկության տոկոսը մեր երկրում,
եւ ամեն ինչ անելու ենք նրա համար, որպեսզի ստեղծվեն նոր աշխատատեղեր։ Այս քայլով մենք կանխարգելելու ենք արտագաղթը, որպեսզի հայ տղամարդը մասնավորապես ստիպված չլինի մեկնի արտերկիր աշխատանքի, որպեսզի հայ երեխաները մեծանան իրենց հայրերի կողքին, որ ստիպված չլինեն միայն էկրանից այն կողմ տեսնեն իրենց ծնողին, եւ որպեսզի հայ ընտանիքները իրենց հետագա քայլերը կապեն հենց մեր երկրի հետ։ Երկրորդ քայլը դա 0% հարկ փոքր բիզնեսի համար։ Շատերի համար հնարավոր չի թվում այս ծրագրի իրականացումը, բայց մեզ համար հնարավոր է եւ բոլոր մասնագիտական ուսումնասիրությունները արված են։ Գիտեք, շատ կարեւոր է, որ բոլոր տաղանդավոր մարդկանց, բիզնես մտածելակերպով օժտված մարդկանց նպատակները եւ երազանքները թղթի վրա չմնան։ Մեր նպատակն է, որպեսզի փոքր բիզնեսը երկրում զարգանա եւ իհարկե գործարարը ստեղծագործի, արարի, մեծանա, իսկ հետո նոր մտնի հարկային դաշտ։ Երրորդ մեր քայլը դա 20% էժան դեղորայքն է բոլորի համար։ Իրականում այս քայլը վերաբերվում է թիրախային բոլոր խմբերին, բայց մասնավորապես թոշակառուներին։ Չէ՞ որ արժանապատիվ կյանքով ապրելը թոշակառու տարիքում շատ կարևոր է, բայց տեսնում ենք, որ ցավոք սրտի հայ թոշակառուները զրկված են այդ հնարավորությունից։ Եթե համեմատենք մեր հարևան Վրաստանի հետ, մեր երկրի տարածքում դեղորայքը մի քանի անգամ ավելի թանկ է։ Կատարել ենք վերլուծություն, շատ շուտով կներկայացվի այդ ծրագիրը, որով որ մենք առաջարկելու ենք 20% էժան դեղորայքը։ Ասեմ, որ թոշակառուները շատ ուրախացել են այդ լուրից հետո, շատացել են նաև զանգերը։ Այստեղ արդեն մեր մասնագետները, ովքեր զբաղվում են մասնավորապես այս խնդրով, ամենօրյա կապի մեջ են եւ գրվում է շատ լուրջ ծրագիր ընդհանուր առողջապահությանը վերաբերվող եւ իհարկե դեղորայքերի սակագներին։ Չորրորդ քայլը, որի մասին մենք խոսեցինք, դա բերքի երաշխավորված մթերումն է գյուղերում։ Գյուղացին կկարողանա պլանավորի իր վաղվա օրը։ Ինքը միայն պիտի մտածի իր բերքի որակի եւ քանակի մասին։ Եվ հինգերորդ քայլը դա 20,000 մատչելի բնակարաններն են պետական աջակցությամբ, ինձ համար ամենահոգեհարազատ թեման, քանի որ երիտասարդության շրջանում ես ունեմ մի շարք ծրագրեր եւ նաեւ աշխատում եմ տարբեր երիտասարդական պրոյեկտների հետ։ Մենք գիտենք, որ շատ երիտասարդ ընտանիքներ, երիտասարդ զույգեր հետաձգում են ապագայի հետ իրենց կապող այսպես տեսլականները եւ ամուսնությունը, երեխա ունենալը բնակարանային պայմաններ չունենալու պատճառով։ Այս հարցով մենք իհարկե կլուծենք որոշ իմաստով այդ խնդիրը եւ կխրախուսենք ընտանիքների ստեղծումը մեր երկրում եւ կկարողանանք ավելի ապահով դարձնենք իրենց վաղվա օրը։ Եվ այստեղ, եթե ընդհանուր առմամբ խոսենք, մեր ուժեղ առաջնորդը մտածում է ոչ թե ապագա ընտրությունների մասին, այլ ապագա սերունդների մասին, ովքեր որ պիտի ապրեն մեր երկրում, իրենց պատմական հայրենիքում։ Փաստացի այս բոլոր 5 քայլերը մեր պատասխանն են գործազրկությանը եւ արտագաղթին։ Ես իհարկե շատ կուզեմ, որ այս փոփոխությունները նույնքան շոշափելի լինեն, որքան որ այս քարտն է, անդրադարձակ արտագաղթի խնդրին։ Արտագաղթը ոչ միայն սոցիալական խնդիրներով է պայմանավորված, այլ նաև անվտանգային հարցերով, հատկապես սահմանամերձ բնակավայրերի դեպքում։ Երբ դուք ներկայացրիք տնտեսական ծրագիրը, իհարկե սպասվում է, որ առաջիկայում կներկայացնեք անվտանգայինը նույնպես։ Ամբողջ հարցն է, որ այս իշխանությունը իր քաղաքականությամբ եւ քարոզչությամբ ստեղծել է տպավորություն կամ փորձում է տպավորությունը ամրապնդել, որ զարգացած տնտեսություն եւ ազգային շահը հակադրվում են եւ որպեսզի ունենանք զարգացած տնտեսություն, լավ ապրենք, այսպես ասած, ապա պիտի անպայման ստորադասենք ազգային շահը։ Այդ պարզունակ վտանգավոր լոզունգներով, Արցախը տանք, որ լավ ապրենք, հիմա էլ ասում են Ադրբեջանի հետ առևտուր անենք, որ պատերազմ չլինի։ Ձեր պատկերացումներում ազգային շահը եւ տնտեսության զարգացումը, անվտանգային հարցերը
Կարողացել եք այնպես անել, որ համադրվեն եւ ոչ թե հակադիր երևույթներ ընկալվեն։ Իրականում այդ հարցը մեզ շատ են տալիս, քանի որ տպավորությունը այնպիսին է, որ մենք թիրախավորել ենք միայն ուժեղ տնտեսությունը, բայց իրականում ուժեղ տնտեսությունը ռեսուրսների մասին է։ Եվ խոսելով ուժեղ տնտեսության մասին եւ տնտեսապես ուժեղ երկրի մասին, մենք միայն այդ ժամանակ կարող ենք խոսել մնացած այլ բնագավառների մասին։ Եվ այս ամենի կապող օղակը իհարկե ուժեղ ղեկավարն է։ Միանշանակ անվտանգային թեման, մնացած այլ թեմաները կարևորում ենք, բայց այս պահին շեշտը դնում ենք ուժեղ տնտեսության վրա, որը ուժեղ պետության հիմք ենք համարում։ Ուժեղ տնտեսությունը սպասարկելու է ազգային շահը։ Անպայման, եթե ռեսուրսներ չունենանք, ֆինանսական ընդ որում, ներդրումային, որ երկիր ներդրումներ ներգրավենք եւ դրանով ուժեղացնենք մեր տնտեսությունը, ապա ոնց կարող ենք սպասարկել մնացած այլ բնագավառները։ Դուք նաև Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրենն եք, մեծ հաշվով միավորում եք ամբողջ աշխարհում հայ գործարարների ներդրումների ծրագիրը Հայաստանում, ներկայությունը Հայաստանում։ Այս իշխանությունը, որը խոսում է խաղաղության մասին եւ այն ներկայացնում արդեն իրողություն, եւ նաեւ համարում է, որ Հայաստանը իբրև թե ժողովրդավարության բաստիոն է, մի կարևոր խնդրի ուղղակի չի կարողանում անդրադառնալ, որ եթե ամեն ինչ այդքան լավ է, ապա ինչու չկան ներդրումներ եւ ինչու են տարեցտարի նվազում այդ ներդրումների ծավալը։ Դուք նաեւ խոսում եք ձեր կապերի մասին։ Այո։ Ինչպես եք պատկերացնում վերականգնել նաեւ մեր գործարարների ցանկությունը այստեղ ինչ որ բան անելու։ Այստեղ կարևորագույն հարցը ոչ միայն ցանկությունն է, այլ վստահությունը դեպի մեր երկրի։ Դեռ 2020 թվականից, երբ ստեղծվել էր Հայ գործարարների ասոցիացիան, Սամվել Կարապետյանը որպես ասոցիացիայի հիմնադիր եւ նախագահ մի շարք շատ մասշտաբային ծրագրեր էր մտածել մեր երկրի զարգացմանը նվիրված, տնտեսական զարգացմանը եւ ներդրումային հնարավորությունների զարգացմանը, եւ մենք սկսեցինք փուլ առ փուլ իրականացնել այդ ծրագիրը։ Հիշում եմ 2021 թվականին շատ մեծ իրադարձություն եղավ եւ մենք 1000-ից ավելի հայ գործարարներ հրավիրեցինք աշխարհի տարբեր երկրներից դեպի Հայաստան եւ իրականացնեցինք առաջին Armenian Business Forum-ը, հայկական բիզնես համաժողովը։ Այստեղ շատ կարևոր էր ցույց տալ, թե տարբեր երկրներում բնակվող մեր հայրենակիցները, հայ գործարարները ինչ պատրաստակամություն ունեն իրենց մասնակցությունը ունենալ երկրի տնտեսական զարգացման մեջ։ Շատ ավելի կարևոր է, որ հետպատերազմյան իրականությունում դեռ այդպիսի պատրաստակամություն կար։ Եվ ինչն է շատ կարևոր, որ Սամվել Կարապետյանը նշում էր անընդհատ իր ելույթների եւ գաղափարախոսության մեջ Հայ գործարարների ասոցիացիայի, որ ինքը ուզում է վարակիչ օրինակ ծառայել բոլոր այն հայ գործարարներին, ովքեր ապրում են տարբեր երկրներում, բայց պարտավոր են անպայման իրենց մասնակցությունը ունենալ երկրի տնտեսական զարգացման կյանքում։ Եվ ունեցան։ Այև եկել էին մի շարք արտասահմանյան գործընկերներ, որպիսի համատեղ միջազգային ծրագրեր սկսեին Հայաստանի Հանրապետության տարածքում։ Մենք սկսեցինք այդ բոլոր ծրագրերը, հաջողությամբ պսակվեցին բոլոր ծրագրերը եւ մինչ օրս շարունակվում են, բայց եկեք տեսնենք, թե դրանից հետո ինչ նոր մեծ ներդրումային ծրագրեր են եկել Հայաստան, գրեթե չեն եկել։ Հենց դա է խնդիրը, որ երբ որ քո երկիրը չունի վստահելի առաջնորդ, չեն գալիս ներդրումները, նաև դրա պատճառով չեն վստահում նաև գործարարների, այսպես ասած, անվտանգությանը մեր երկրում, քանի որ Սամվել Կարապետյանի հետ կատարված դեպքը, մասնավորապես Հեցի օրինակը, որը միակը չէ։ Եվ ընդհանրապես, որպես հայ բարերարի, ով միայն բարիք էր ստեղծում մեր երկրի համար, ես կարող եմ մեր օրինակով ասել, որ 2024 թվականի վերջի դրությամբ Հայ գործարարների ասոցիացիայի շրջանակներում մենք ունեինք արդեն կնքած
եւ պայմանավորվածություններ ձեռք բերած մի շարք տարբեր երկրների հետ, մասնավորապես Արաբական Միացյալ Էմիրությունների հետ, մասնավորապես նաև Կիպրոսի հետ, Ռուսաստանի Դաշնության, նաև եվրոպական մի շարք երկրների հետ, որ 25 թվականին պիտի իրականացվեին, մեկնարկը տրվեին այդ բոլոր ներդրումային մեծ խոշոր ծրագրերի։ Եվ ուր են հիմա այդ ծրագրերը սառեցված փուլում են։ Այս տարիներին Հայաստանում նաև օբյեկտիվ պատճառներով ձևավորվել է ընկալում, որ գործարարները կամ բիզնես մտածողություն ունեցող մարդիկ նախ ամեն ինչից առաջ եւ ամեն ինչից զատ դիտարկում են իրենց անձնական շահույթը, Իհարկե, Սամվել Կարապետյանի դեպքում մասշտաբները համադրելի չեն հայաստանյան իրականության ու պայմանների հետ, բայց այնուամենայնիվ կա թերահավատություն, թե որն է իրականում Սամվել Կարապետյանի մոտիվացիան ներքաշվելու, ներգրավվելու այս process-ների մեջ։ Քաղաքական process-ների։ Գիտեք, որոշ անձնական զրույցներում մենք իր հետ անդրադարձել ենք այդ հարցին, երբեք Հայ գործարարների ասոցիացիայի շրջանակներում, հանդիպումների շրջանակներում, թե երիտասարդների, թե գործարարների Սամվել Կարապետյանը չի եղել կողմնակից քաղաքական դաշտ մտնելու։ Սա մի հետաքրքիր իրադարձություն է, որը կատարվեց իր հետ, ճակատագրական, քանի որ մենք գիտենք, որ Սամվել Կարապետյանը ոչ 5, ոչ 10, ոչ 20 տարի գտնվում է հայ առաքելական եկեղեցու կողքին եւ տեսնելով այս անարդարությունը եւ այս, այսպես ասած, դժվարին շրջանը, որը ապրում է հիմա հայ առաքելական եկեղեցին, լինելով այդ ժամանակ Հայաստանում ինքը իր անհամաձայնությունը հայտնեց եւ ընդհանրապես իր կարծիքը, եթե քաղաքական ուժերին չհաջողվի պաշտպանել հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, ինքն էլ իր ձևով, մենք էլ մեր ձևով կմասնակցենք այդ process-ին։ Այդ ամենը ընկալվեց որպես այսպես քաղաքական մարտահրավեր իր կողմից, այնինչ ծիծաղելու մակարդակի է եւ արդեն տարբեր լեզվաբաններ նույնիսկ խոսել են այդ մասին, որ այդ բառակապակցությունը իր մեջ ոչ կոչ է ներառում, ոչ մի քաղաքական ուղերձ մեջը չկար, բայց այնուամենայնիվ 2025 թվականի հունիսի 18-ից մինչ օրս Սամվել Կարապետյանը համարվում է անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալ։ Ինքը իր վրա վերցրեց այդ բեռը խոսելու, ժողովրդի ձայնը հնչեցնելու եւ պաշտպան կանգնելու հայ առաքելական եկեղեցու։ Սա միայն Սամվել Կարապետյանի պայքարը չէ, սա իսկապես այն պատմական էջն է մեր երկրի, երբ որ հետդարձի ճանապարհ մենք էլ չունենք, մենք հասկանում ենք, որ 2026 թվականը պիտի ճակատագրական լինի։ Սա անձնական հարց չէ, 5 կամ 10 հոգու խնդիր չէ, սա ամբողջ Հայաստանի Հանրապետության գոյության խնդիր է, որը մենք պիտի կարողանանք հասցնենք յուրաքանչյուր հային ամբողջ աշխարհում։ Այստեղ եսի նկատի ունեմ նաև Սփյուռքը։ Մենք պիտի կարողանանք եւ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ օրեցօր հասցնենք ամբողջ աշխարհում ապրող մեր հայրենակիցներին, որ իրենց ձայնը որոշիչ է։ Շատ է խոսվում անձնական շահի մասին եւ որ ոչ մի գործարար չի մտնում նման գործընթացի մեջ, հենց այնպես այստեղ պիտի պարտադիր լինի անձնական շահը։ Այս իմաստով կարող եմ ընդհանրապես նախ ասել, որ Հայ գործարարների ասոցիացիան, երբ ի սկզբանե ստեղծվել էր, դա շահույթ չհետապնդող կազմակերպություն էր։ Մեր կազմակերպությունը մինչ օրս չունի ոչ մի անդամավճար, եւ երբ որ մենք այցելում ենք տարբեր երկրներ բիզնես այցերով եւ տանում ենք մեր երկիրը ներկայացնեն մեր հայ գործարարները արտերկրում, բոլորը զարմանում են, թե ինչու ենք մենք այդ ամենը անում անշահախնդիր, որևէ գումար դրա դիմաց չվերցնելով։ Մի շատ պարզ պատճառով, երբ որ Սամվել Կարապետյանի հետ հաճախ խոսում էինք այս մասին, ինքը կիսվում էր եւ պատմում էր տարբեր դրվագներ եւ ասում էր, որ գալիս է մի զարգացվածության եւ կայունության շրջան, երբ դու հասկանում ես, որ քո կողմից ստեղծված արժեքը
դա քո հնարավորություններով նաև կիսվելն է։ Մենք իրականացնում ենք բազմաթիվ ծրագրեր, որտեղ որ օգնում ենք հայ գործարանին ավելի ներկայանալի լինի արտերկրում, բարձր պահի հայ գործարարի հեղինակությունը։ Եղել են նաև որոշ դրվագներ, օրինակ 2022 թվականին, երբ մենք եւս պատրաստվում էինք մեծ համաժողովին, հայկական բիզնես համաժողովին, արդեն երկրորդին, եւ այնպես ստացվեց, որ արդեն բոլոր հյուրերը հրավիրված էին, բոլոր տոմսերը գնված էին, ահռելի մեծ ֆինանսներ էր ծախսված, միլիոնավոր դոլարներ, որպիսի Հայաստան ժամանեին տարբեր երկրներից էքսպերտներ, տնտեսության ոլորտից, բիզնեսի ոլորտից, ներդրումային զարգացումների եւ ուղիղ մեկ շաբաթ առաջ ցավալի լուր ենք լսում սահմանից, որ զոհեր ունենք, խոսեցինք պարոն Կարապետյանի հետ, թե ինչ անենք, որովհետեւ ամբողջ process-ը կազմակերպած էր, մնում էր միայն այսպես համաժողովը իրականացնելը, որը եւս դրական կանրադառնար մեր երկրի ընդհանրապես վարկանիշին, բայց ինքը թույլ չտվեց, որ մենք անցկացնենք միջոցառումը, նշելով, որ ոնց կարող ենք մենք մտածել անձնական միջոցառումը լավ անցկացնելու մասին, եթե մեր երկրում սուգ է, միշտ համարել է երկրում յուրաքանչյուր խնդիր իր սեփական խնդիրն է։ Եվ վերջում դուք մեր զրույցի ընթացքում նշեցիք, որ մեր ազգի համար հետդարձի ճանապարհ այլևս չկա։ Ձեզ համար, որպես շուտով քաղաքական թիմ, հետ քայլի հնարավորություն դուք դիտարկում եք։ Ոչ, բազմիցս պատասխանել եմ այդ հարցին, ճանաչելով Սամվել Կարապետյանին, բոլորը գիտեն, որ ինքը շատ սկզբունքային մարդ է։ Եվ այս ճանապարհը, որ արդեն 7 ամիս մենք անցնում ենք, մասնավորապես նաև ինքը, այդ համառությունը, որով այդ ամենը մենք անցնում ենք, կարծում եմ կասկած չի առաջացնում որևէ մարդու մոտ, որ մենք մինչև վերջ գնալու ենք եւ հաջողությունը համարելու ենք միայն հունիսի 8-ին, տեսնելով, որ այն ուժը, որ այս պահին կառավարում է երկիրը, էլ իշխանություն չէ։ Ու դա կլինի ամբողջ երկրի համար մի մեծ հաղթանակ, երբ իրենք հունիսի 8-ի առավոտը զարթնեն եւ հասկանան, որ չարիքը այլևս անցյալում է։ Ու ամեն մարդ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, հայ, որը կապ չունի թե որ երկրում է ապրում, իր մաշկի վրա հաստատ կզգա այդ հանգստությունը, այդ բարեկեցությունը եւ համոզված եմ, որ այդ 10 միլիոն հայությունը, որը սփռված է ամբողջ աշխարհում, պիտի ձգտի ամեն օր հետ վերադառնա հայրենիք եւ իր հետագա կյանքը կապի միայն Հայաստանի հետ։ Տիկին Ղումաշյան, շնորհակալություն, կես կատակ, կես լուրջ, դուք էկզոտիկ բաների մասին եք խոսում, որովհետև շատ վաղուց այդ զգացումները մենք չենք ապրում, շատ կարոտ կա այդ ամենի հանդեպ։ Քիչ է մնացել, ընդամենը 5 ամիս եւ մենք այդ օրը կտեսնենք։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։